Եմենցի հուսիների արձակած բալիստիկ հրթիռն այսօր պայթել է Թել Ավիվի օդակայանում։ Տարբեր չափերի հրթիռները առաջին անգամ չեն շրջանցում իսրայելական հոպը։ Գովաբանված երկաթյա գմբեթ համակարգը, բայց Բեն Գուրիոն օդակայանը հատուկ պահպանվող օբյեկտ է, սա ուղղակի ձախողում է։ Երկաթյա գմբեթ համակարգը Իսրայելը վաճառել է նաև Ադրբեջանին։ Բայրակթարի առասպելը, որով մեզ կերակրեցին 44-օրյա պատերազմի ժամանակ եւ հետո վաղուց հոդս է ցնդել։ Բայրակթար անունը երբեք լսել վերջին անգամ։ Պատերազմում մեզ զենքով չեն հաղթել, սա դեռ ապացուցվելու է։ Պարտության պատճառը Հայաստանի ներսում է։ Իդեպ Նեթանյահուի սպասվող այցը Բաքու չի կայանա։ Թուրքիան իր օդային տարածքը փակել է իսրայելական բոլոր օդանավերի համար։ Հետաքրքիր է, իսկ իսրայելական զենքը օդային որ ուղով է հասնում Ադրբեջան։ Մի ժամանակ Facebook-ում տարածվում էին Fly Radar-ի երթուղիները, բայց մի բանում համոզված եմ եւ 10 տարուց ավել գրում եմ այդ մասին։ Թուրքիան եւ Ադրբեջանը անբնական դաշնակիցներ են։ Տարածաշրջանային երկրաչափությունից եւ քաղաքականությունից ելնելով կարող ենք պնդել, որ ամենաբնական դաշնակիցները Հայաստանը եւ Թուրքիան են։ 500-ից 600 տարի Օսմանյան կայսրության մեջ հայերը որևէ էթնոսից վատ չեն ապրել, զարգացել են։ Եթե մենք ունենայինք քաղաքական միտք, Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք դաշնակիցներ չէին լինի։ Որ պահին Հայաստանը դուրս գա ռուս հրեական ազդեցության գոտուց, Թուրքիան կդառնա մեր ստրատեգիական դաշնակիցը։ Քանի դեռ Հայաստանը փաստացի հրեական պրոտեկտորատ է, մենք ապագա չունենք։ 88-ից մինչև օրս այդ վիճակից դուրս չեն գալիս, գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև օգտակար հանածոների գործարքը կնքվեց։ Ուկրաինայի տարածքում գտնվող հազվագյուտ հանածոները ամերիկյան ներդրումների միջոցով կշահագործվեն։ Կարևոր հանգամանք է հետևյալը. բոլոր հանքավայրերը համարվելու են պետական սեփականություն։ Ուկրաինայի կառավարությունը բոլոր ծրագրերում ունենալու է 50% մասնաբաժին։ Ինչ խոսք, ցինիկ գործարք է, մի օրինաչափություն կա։ Ամերիկացիները լավ բիզնեսմեններ են։ Եթե միտեղ ներդրում են կատարում, տվյալ երկիրը ծաղկում է, օրինակներ շատ կան։ Հայաստանն իր բոլոր հանածոները եւ էներգետիկ համակարգը վաղուց նվիրել է Ռուսաստանին։ Հայաստանի Հանրապետությունը աղքատ երկիր է, բայց իր ընդերքից եւ էներգետիկ համակարգից կոպեկներ է ստանում եւ տնտեսապես բարձրացակ չի զարգանում։ Պետական եւ ազգային ունեցվածքը, նախկին եւ ներկա բոլոր ղեկավարները մաս նվիրել են հանուն աթոռի եւ իբր Ղարաբաղի։ Ղարաբաղը չկա։ Միայն ընդերքը եւ էներգետիկ համակարգը չէ, որ մեր փայտավոչիլները նվիրել են, իսկ բանակն ու անվտանգությունը։ ԼՏՊ-ն եւ Սարգսյանը, Վազգենը իշխանական աթոռների դիմաց դեռ էին գլխից ռուսական ռազմաբազան պահեցին նորածին Հայաստանում։ Պահեցին որպես գաղութի նազիրացել, վերակացու, թե բա վերջին սպարապետը։ Ամերիկացիները հայտարարում են, որ Ուկրաինայի հետ կնքած ընդերքի գործարքը դառնալու է նախադեպային նաև այլ երկրների հետ հարաբերություններում, բայց Հայաստանը նման գործարքը կնքելու բազա չունի, ոչ էլ նման քաղաքական ցանկություն կա։ Գաճաճները աճուրդի են հանել խեղճ ամուլսարը։ Հարկ վճարիր հպարտ քաղաքացի, դա նորավոճ է, քո այս փոքրիկ երկրի օգտակար հանածոն եւ էներգետիկան քոնը չեն, աբսուրդ երկիր, գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Հայաստանը 90-ականներից հետո կարելի ասել զրոյից է սկսել, կարելի ասել 1918 թվականին է զրոյից սկսել, երկար ժամանակ պետություն չունենալուց հետո։ Մի խոսքով, վերջի 100 տարվա կտրվածքով ինչ-որ պահից մենք զրոյից ենք պետականություն ստեղծում, պետություն ստեղծում, այնպես ինչպես Միացյալ Նահանգները, եւ ինչպես նրանց մոտ կային հիմնադիր հայրեր, որոնք մի այլ կարգի նախագիծ գծեցին։ 3 միլիոնանոց երկիրը ժողովուրդը այսօր 300 միլիոն աշխարհում թիվ 1-ն է իր կարողություններով, հզորություններով, իշխանությամբ, ազդեցությամբ։ Հիմա մենք, ես պետք է ասեմ, մենք վտանգավոր բառ է մենք։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը եթե վերցնում 90-ականներից ստարտը, ինչ որ այ ժողովուրդ, սա հիմնած երկիր չի։ Սա գիտեք, սարի թաղում, կոնդում, ոնց են տները կառուցված։ Հենց իրար մեջ մտած, փողոցները ծրտիկ-մրտիկ, թամանյանական ճարտարապետություն չկա, մի խոսքով ասած։ Երևանը եթե վերցնենք սարի թաղ, կոնդ, դե թամանյանական ճարտարապետություն չկա։ Մեզ թամանյանական ճարտարապետություն է պետք։ Այդ թամանյանական քաղաքականությունը երկրի հիմքերում դրված, արված չի հիմնադիր հայրերի կողմից,
որոնց եթե չեն նեղանա գոնե 90-ականների հիմնադիրներին, ես ասում եմ ոչ թե հիմնադիր հայրեր, այլ հիմնադիր հոպարներ։ Նրանք հիմնադիր հոպարներ են, նրանք հիմնադիր հայրեր չեն։ Հիմնադիր հայրերը մեր հայրերն են։ Մեր հայրերը հիմնադիր հայրերն են այդ երկրի, որ շանքթից ջուր խմելով Արցախյան առաջին պատերազմ հաղթեցին, լավից վատից երգիր պահեցին։ Մի խոսքով, այրանք են հիմնադիր հայրերը։ Իսկ մյուսները անունները չտան։ Նրանք հիմնադիր հոպարներ են։ Բայց վերջերս երգիրը պիտի ամուր, թամանյանական, արդյունավետ, կիրառական, հարմար հիմքերի վրա դրվի, թե չէ։ Այդ հիմքերը վերջը պիտի դնենք, թե չէ, հասարակարգի ձևով, պետական կառուցվածքի ձևով։ Մի քանի բառով ասեմ, պետական կառավարումը քվազի ֆեդերալ, արդեն պետական կառուցվածքը քվազի ֆեդերալ, ուղիղ եթեր արել եմ սրա մասին։ Տնտեսությունը ազատ շուկայական մրցակցային, երկու հատ կարմիր գիծ դրա տակը ընդգծող, մրցակցային, սոցիալական կառուցվածքը անհատի եւ ընտանիքի վրա հիմնված։ Սոցիալական ամենակարևոր ինստիտուտը ընտանիքն է։ Սոցիալական ամենակարևոր ինստիտուտը ընտանիքն է։ Ընտանիքին հավասար, ընտանիքին մոտ գտնվող անգամ սոցիալական ինստիտուտ չկա։ Սրա մասին առանձին կխոսամ, առանձին կներկայացնեմ, որ խոսալուց բացի մի բան արեք, անում ենք։ Եկեք դուք էլ արեք, նստեք, լսեք, հարցեր եմ տալու։ Եկեք դուք էլ արեք։ Լսեք, սովորեք։ Ծույլիկները չեն ուզում սովորեն։ Ասում են, այդքան մի բան անենք, շուտ մի բան անենք, անտաղանդները չեն ուզում, որ մեկը տաղանդ չունեն, նրանց տաղանդը ինչ բացահայտես։ Գնանք շուտ Նիկոլին գցենք, սենց անենք, այ խեղճ ու կրակը, այդ խելքին ես, որ միջև այսօր գարունը աշուն ես ասում, աշունը գարուն ես ասում։ Իսկ նա ով դեռիվ տաղանդը պիտի բացահայտի, ես համոզված եմ, իմ սերունդը, դա միջև 50 տարեկան, 55 տարեկան։ Անգամ 50-55 տարեկանը դեռ տաղանդ ունի չբացահայտված, որը պետք է բացահայտենք։ Պիտի դուրս գա, պիտի տեղ ունենա այդ մարդը արտահայտելու։ Եվ այս հիմնադիր զավակներ նախաձեռնությունը սկսում ենք սրանով։ Դուք կոնտակտներ եք ուղարկում, ովքեր համաձայն այս գաղափարների հետ, եւ այն գաղափարների հետ, որ ես վերջին մի քանի ամիսը հնչեցնում եմ, կարակ դնեք, էջիս բոլորը կան։ Եվ այն գաղափարների, որ դեռ ներկայացնելու եմ, եթե համախոհ եք, համաձայն եք, ուղարկում եք ձեր տվյալները, ես ձեր հետ կոնտակտի եմ դուրս գալի։ Սկսում ենք նախաձեռնությունը կապերի ձևավորելով եւ համակարգվելով։ Երկու հիմնական խնդիր կա՝ համախմբում, երբ որ մարդիկ հավաքվում են, եւ համակարգում, երբ որ դա ստանում է սոցիալական կամ քաղաքական կառուցվածքի տեսք։ Ես անկուսակցական եմ։ Ես ոչ ոքի չեմ ասելու մտեք կուսակցություն, ինչքան հնար ունենամ ինքս էլ չեմ մտնելու կուսակցություն։ Ինչպես եմ գնալու ազգային ժողով, եթե հնարավոր լինի, ինչ որ մեկի կուսակցական ցուցակով, ինչ որ մեկի հետ համագործակցելով եւ ինչ որ մեկի կուսակցական ցուցակով։ Այնպիսի մեկի, ով համաձայն կլինի այս պայմաններին, որ իր կուսակցությունը ծառայեցնի իմպեսներին ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար։ Ինչու? Որովհետեւ ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, Հայաստանում չկա կայացած կուսակցական համակարգ, բայց օրենքը պարտադրում է։ Մինչև կուսակցական ցուցակով չլինես, չես անցնելու։ Ես չեմ ուզում ինքս ինձ խաբեմ, ինքս ինձ էշի տեղ դնեմ, անուն դնեմ, թե հեսա ես էլ իմ կուսակցությունն եմ բացում, թեև դա էլ կարա մի օր լինի։ Բայց այսօր ես չեմ պատկերացնում, եթե ազգային ժողովը պարտադիր պայման չի համարում կուսակցություն բացելը, այս փուխր քաղաքական համակարգում անվոտ անգլուխ ինչի եմ ես կուսակցություն բացում։ Միացյալ Նահանգները երբ որ հիմնվում էր, չկային կուսակցություններ։ Հակառակը մտածում էին կուսակցությունները շատ վատ բան կարա լինի իրանց երկրի համար, բայց պակաս երկիր հիմնեցին։ Հետո կուսակցական համակարգն էլ կայացավ, ամեն ինչը ընկավ հունի մեջ։ Հիմա գլխավորը երկրորդականից տարբերենք։ Եթե դրել եք այտենց արգելք, որ Մանասյան եք, մինչև կուսակցական ցուցակում գրված չլնես, չես մասնակցելու ընտրությունների, հարց չկա։
ընկերս կուսակցություն ունի։ Ընկերոջս դիում եմ, ասում եմ, չեք ճանաչի, որ ասում։ Ասում եմ, Վարդան ջան, ենթադրենք, Վարդան ջան, կլինի կուսակցությունը բերես ախպեր ջան, այդ ցուցակով անցնենք ազգային ժողով, ընտրություններին մասնակցենք։ Էսի ուղղակի այն հարցի մասին, բա կուսակցություն չեք բացում, չէ, կուսակցություն չենք բացում։ Հիմնադիր զավակների նախաձեռնությունը։ Հետևյալում է կայանում։ Ուղարկում եք ձեր տվյալները։ Հիմա կարաք մեսենջերից ուղարկեք, մի քանի օրից կներկայացնենք հղումը, որտեղ մտնում գրանցվում եք։ Ձեր տվյալներն եք տալիս, հանդիպում ենք, շփվում ենք, ծանոթանում ենք, հետո այսպես սկսում ենք համակարգվել։ Մինչև 26 թվականը հույս ունենամ ժամանակ ունենք։ Եթե չունենք այդքան ժամանակ, տաղանդ բացահայտելու, համակարգվելու, անձնական կապերի մեջ մտնելու, անձնական կապեր ձևավորելու, որտեղ վաղը մեկ էր, որ Հայկի օրինակ, Հայկի թևեր նոլորեցին, մցրեցին։ Բերդ։ Չասեք, վсё, պրծավ, էս ինչա լինելու։ Ինչա լինելու։ Համակարգ պետքա լինի, որը անհատներից անկախ, անձերից անկախ գործի։ Այլ անհատների, տաղանդի եւ ունակությունների հիման վրա։ Քաղաքական գիտելիքները պետք է ավելացնել, դա լուրջ հարց է։ Եվ պետք է երկրում քարոզել անհատի ինստիտուտ, ընտանիք ինստիտուտ, որպես հասարակական ինստիտուտ։ Ազատ շուկա, ով դրա հետ համաձայն է, իրանց եմ ասում։ Մրցակցային ոգին պետք է լինի ծայրից ծայր։ Միայն ընտանիքների ներսում կարա մրցակցային ոգի չլինի։ Ընդեղ խաղաղության, ընդեղ նիրվանայի դաշտ է։ Ընտանիքից դուրս աշխարհը մրցակցային է։ Սրա մասին էլ դեռ կխոսեմ։ Քաղաքականությունը մրցակցային է։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ինստիտուտ ընդունվել, ավարտել, աշխատանքի անցնել մրցակցային է։ Մեդիա դաշտը մրցակցային է։ Պետրոս ջան, մրցակցային։ Կամ նիկոլականներին ես կանչում, կամ մարդկանց, ովքեր նիկոլականների նկատմամբ խիստ լոյալ են, կամ մարդկանց ում ֆոնին նիկոլականները բեսամ տավտարիցետի տպեր են երևում, լավ տղա են երևում։ Դա հանրային հեռուստատեսություն է, ախպեր ջան։ Առաջին AM, Factor TV, ելով կալ ասեք։ Գիտեք ինչ է նշանակում մրցակցային։ Կիմանաք։ Օրը կգա կիմանաք, մթամ թե լրատվականներ։ Մրցակցության ոգին երկիրը պիտի ծայրից ծայր վերցած լինի, որ արդյունքը լինի, որ զարգացումը լինի, որ աշխարհում մրցունակ ժողովուրդ եւ աշխարհում տարածաշրջանում մրցունակ երկիր լինի։ Հիմնադիր զավակներ այդ նոր հիմքեր դնող զավակներն են, այդ մենք ենք, մեր սերունդն է, կարճ ասած։ Երկար ենք մտածել տարբեր անունների վրա, հոգիս սենց զգում, ունգերներս էլ քննարկել եմ, սենց են զգում։ Հայաստանի Հանրապետությունը հիմնող զավակներ, ովքեր լրացնելու են բացը, որ չկարողացան վերջին 100 տարում կամ չգիտեմ վերջին 30 տարում հիմնադիր պապերը կամ հիմնադիր հոպարները չկարողացան լրացնել։ Նոր հասարակարգ, նոր սահմանադրություն։ Այդ հասարակարգի արձանագրում այդ սահմանադրությունը։ Պոստ-սովետը պետքա մաքրել ընդհանրապես։ Պոստ-սովետից պետքա ախտահանել ուղեղներս։ Էտա իմ տեսակը, իմ պատկերացումը, համաձայն եք, հարց չկա, համաձայն չեք, դե հիմա։ Բազմաթիվ քաղաքական ուժեր կան։ Սկիզբը կոնտակտների ստեղծում առաջի քայլով։ Էսի այսօր եմ ասում։ Շաբաթվա վերջ էլի կլինի հանդիպում այս թեմայով, միջև այդ այլ թեմաներով հանդես եմ գալուս։ Չենք դառնում ամբողջ ոչ մի դեպքում։ Հավաքվելուց պետք է համակարգվել, որպեսզի ամբողջի նման հաջորդ օրը չծրվի։ Համակարգվել, հիմնական անելիքները, սեփական տաղանդների իրար ճանաչել, տաղանդի բացահայտում։ Ոչ թե սս պիրամիդայի նման վերևից ասում են ներքևում լսեն, ոչ։ Ամեն մեկը կարա ինքը իրան պատկերացումը, ծրագիրը, խնդիրները, լուծումները վերցնի, գա, ինչքանով դա կլինի արդյունավետ, առնվազն հարց ու պատասխանի արդյունքում
բանկը փոխվի թե այդ մարդու մոտ, թե իրեն լսողի մոտ։ Բայց սկիզբը խնդրում եմ, ես հիմա կարակ մեսենջերով ուղարկեք, ես միանգամից չեմ տենա, բայց այնտեղ բաժին կա առանձին, որոնք ովքեր ընկերներս չեն իրանց կողմից, այդ թվում Facebook-յան ընկերներիս կողմից, ով որոշել է քաղաքականություն անի, դա ինչ է նշանակում։ Առնվազն ձիվանին չի նստելու ընտրությունների օրը։ Գնալու է այդ ընտրատեղամասում փչիշկա դլնի։ Առավելագույնը գնում է ազգային ժողով։ Որոշել է գնալ ազգային ժողով։ Ով որոշել է քաղաքականություն անի ու համախոհ, համամիտ, համակարծիք դուխն էլ հերիքում է, էլի։ Թող կոնտակտներն ուղարկի։ Ես անկուսակցական եմ, ինձ դզում է տենց։ Ես դրանից ոչ ոքից չեմ պահանջելու։ Ավելին, հիմա երկու հոգով ենք շփվում, կամ չգիտեմ, ես խոսում եմ, ինչ որ մեկը հիմա ինձ լսում է։ Երբ որ այս շփումների շրջանակը մեծացավ, ես լսողն եմ ելնելու։ Մենակ խոսալու եմ այն դեպքում, երբ որ տրամաբանական հակասություն նկատեմ ասելիքի մեջ։ Մենակ այդ դեպքում ասել եմ, հələ ոնց որ հակասություն կա, խնդրում եմ վերանայեք։ Որտեղ տրամաբանությունը մեր մոտ չի դասավանդվում, չի քննարկվում, տրամաբանության հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Խոսքի ձևակերպելուց եւ այլ եւ այլ։ Չգիտեմ, էլի ինչ որ բան թողեցի, կիսատ, թե չէ, բայց սկզբի համար այսքանը շատ չերգարացնեմ։ Հիմնադիր զավակներ նախաձեռնությունը, այս երկիրը հիմքերից տեղը գցելու, Հայաստանի Հանրապետությունը հիմնադրելու համար։ Ուղարկեք ձեր տվյալները։ Եթե անգամ չգիտեմ, Մեղրիից եք, Իջևանից եք, Նոյեմբերյանից եք, ես շատ եմ քշում, Հայաստանով մեկ շատ եմ ման գալի, ընդհանրապես ինձ նեղություն չի։ Հայաստանը ծայրից ծայր կչափեմ օրվա մեջ, ով չեմ ասի։ Ուղարկեք ձեր տվյալները, հանդիպենք, շփվենք, ծանոթանանք ու տեղը գցենք։ Թերևս այսքանը, հարազատներս, շնորհակալություն ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։